Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ դերասանուհի Զառա Արամյանը։ Այս մասին հայտնել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ սրտի լուրջ խնդրի և թթվածնի անբավարարության պատճառով Զառա Արամյանը տեղափոխվել էր Երևանի Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Հայտնիներից շատերն անդրադառնալով ցավալի լուրին, իրենց սոցիալական էջերում ցավակցական հրապարակումներ էին արել։ Դերասանուհի Լուիզա Ներսիսյանն իր ինստագրամյան հարթակի սթորի բաժնում հուզիչ գրառում էր արել. «Մեր սիրելի Զառա, քեզ նվիրելով ողջ մեր սերը», գրել է նա կիսելով իր ցավն ու խորհվիշտը սիրելի մարդու կորստի կապակցությամբ։ Լուիզա Ներսիսյանի այս կարճ, բայց զգացմունքային խոսքերը ևս մեկ անգամ վկայում են, թե որքան սիրված ու գնահատված էր Զառա Արամյանը գործընկերների և հանրության շրջանում։ Հրանտ Թոխացյանը գրել էր. «Զառա ջան, սիրուն, համով, տաղանդավոր ու շատ հարազատ, լույսերի մեջ մնաս»։ «Չգիտեմ, Զառ, էսպես պիտի չլիներ, դու խոստացել էիր», գրել էր Սյուզաննա Մելքոնյանը։ Հաղորդավար Արայիկ Համբարձումյանը գրել էր. «Մեր համով Զառա, շատ ափսոս»։ Ռաֆայել Երանեսյանի գրառումն այսպիսինն էր. «Լավագույնները հեռանում են։ Զառա Արամյան, հանգչիր խաղաղությամբ»։ Ամալիա Հովհաննիսյանի հուզիչ պատմությունը։ Զառան. նախորդ տարի փետրվարի 3-ին պիտի գնայինք իրենց տուն նկարահանման։ Այնքան ոգևորված էր, միշտ շատ դրական էր խոսում հաղորդմանս մասին ու վերջապես հանդիպելու էինք։ Երկարատև հիվանդ շրջանից հետո կազդուրվել էր, որդու ծննդյան խնջույքին էր պատրաստվում, որից հետո պիտի հանդիպեինք, ասում էր, ասելիք է հասունացել։ Հունվարի 27-ին մեր նամակագրությունում տան վիդեոներ էինք նայում, որ նկարահանման հատված որոշենք։ Հունվարի 29-ին գրեց, որ վիճակը կտրուկ վատացել է։ Առանց թթվածնային սարքի շնչել չի կարողանում։ Նկարահանումը չեղարկեցինք, այդ օրվանից մինչև վերջ առանց թթվածնային սարքի չէր կարողանում շնչել։ Միշտ կապի մեջ էինք, քանի որ անկախ հարցազրույցի կայանալ-չկայանալուց կարևոր էր իր լավ լինելը։ Բացառիկ ջերմ ու դրական մարդ էր։ Ուղիղ 1 տարի թթվածնային սարքով շնչեց ու այդ ընթացքում չէր ուզում իրեն այդպես տեսնեն։ Ասում էր չեմ ցանկանա ինձ այսպես հիշեն, երբեմն ընկճվում էր։ Բայց միշտ ասում էր, Աստված որքան կյանք կտա, սիրով կապրեմ։ Հիմա էլ վստահ եմ, Աստծո մոտ է։ Լույսերի մեջ մնաս, լավ մարդ, ջերմ տեսակ, գրել էր հաղորդավարուհին։ Ցավակցել էին նաև Գրիգոր Դանիելյանը, Պոնչ Իսպիրյանը, Մենչ Պետրոսյանը և այլք։ Հատկանշական է նշել, որ հաղորդավար ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանի առողջական խնդիրների մասին լուրերը դեռ նախորդ տարի տարածվեցին համացանցում։ Այդ ընթացքում և Զառան, և նրա դուստրը Էլեն Գասպարյանը հրաժարվում էին մանրամասներ հաղորդել։ Սակայն Թերթ-ՀՄ-ի հետ զրույցում երկար լռությունից հետո Զառա Արամյանը խոսել էր առողջական լուրջ խնդիրների, կյանքի բարդ փուլի և եթերում չլինելու պատճառների մասին։ Շնորհակալ եմ երկրպագուներիս, որ մտահոգված են իմ լինել-չլինելով։ Չեմ կորել, բավական ակտիվ եմ սոցիալական ցանցում և պարբերաբար անդրադառնում եմ արվեստին վերաբերվող ու տարբեր հետաքրքիր հարցերի։ Զրույցի ընթացքում նշել էր Զառա Արամյանն ու հավելել, որ բավական երկար ժամանակ, մոտ 2 տարի եթերում չէ։ Անկեղծ լինեմ, ինձ համար էլ է շատ բարդ, որովհետև կյանքիս շատ կարևոր հատված, մոտ 35 տարի շատ ակտիվ եթերում եմ եղել։ Այնպես ստացվեց, որ հիմա չեմ կարողանում լինել եթերում։ Այս տարի լրանալու է 55-ամյակս, 21 տարեկանից եթերում եմ եղել։ Եվ բարդ է, և մյուս կողմից էլ մտածում եմ, որ վաղ թե ուշ պետք է թողնել եթերը։ Որովհետև մեր երիտասարդներն ավելի լավն են, ազատածին են, կիրթ ու կրեատիվ, նշել էր զրուցակիցը։ Զառա Արամյանը եթերում չէր, քանի որ առողջական լուրջ խնդիրներ ուներ և կյանքի բավական բարդ շրջան էր հաղթահարում։ Սրտի հետ կապված առողջական լուրջ խնդիրներ ունեմ և շատ բարդ շրջան եմ անցնում։ Կարող է օգնել միայն սրտի փոխպատվաստումը։ Բայց ես դրան չեմ գնա։ Ինչքան շնորհել է Աստված, այդքան էլ կապրեմ։ Ջանում եմ, որ ապրեմ բարի և արժանապատիվ։ Խնդիրը լուծված չէ։ Երբ սուր վիճակ է լինում, պառկում եմ իմ բժշկի՝ Խաչիկ Համբարձումյանի մոտ։ Սուր վիճակն անցնում է, մինչև սկսվում է հաջորդ սուր վիճակը։ Դիմելով իր հեռուստադիտողին և բոլոր այն մարդկանց, ովքեր այս ընթացքում գրում և անհանգստանում են, Զառա Արամյանն անկեղծացավ։
Իմ սիրելի հեռուստադիտողներ, հետևորդներ, ամբողջ կյանքում փորձել եմ ձեզ գոհացնել ու լավ տրամադրություն պարգևել։ Չեմ ուզում տարածված բառեր ասել, բայց իրականում բոլորից շատ սիրում եմ և վայելում եմ ձեր սերը, ձեր մտահոգությունն ու անհանգստությունն ինձ ուժ են տալիս։ Մաղթում եմ բոլորիս խաղաղություն թե երկնքում, թե հոգիներում։ Ամփոփել էր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը։ Նշենք, որ դերասանուհի, հաղորդավարուհի Զառա Արամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ լուրջ առողջական խնդիր ունի։ Հա, ես ունեմ լուրջ խնդիրներ սրտի հետ կապված և այժմ էլ գտնվում եմ թթվածնի տակ։ Բայց մի մեծ բայց, ուզում եմ ասել բոլորիդ, որ դուք ինձ տրված եք Տիրոջ կողմից։ Ձեր բոլորի բարեմաղթանքներն ու սիրո արտահայտումը ինձ օդ ու ջուր է, ապրեցնում է ինձ։ Աստվածային հրաշք է, դուք հրաշք եք։ Սերն ու բարությունը ցանելիս նույն պտուղներն ես վայելում։ Բոլորիդ հավատք, խաղաղություն ու սեր։ Ընդմիշտ ձեր Զառա Արամյան։ Վստահ եմ, որ էլի կակտիվանան ինձ թաղող կայքերը իրենց տխուր լուր Զառա Արամյանից վերնագրով։ Ու էլի ոմանք կգրեն ցավակցականներ, ի դեպ շատ հուզիչ։ Հա, ես ունեմ լուրջ խնդիրներ սրտի հետ կապված և այժմ էլ գտնվում եմ թթվածնի տակ, բայց մի մեծ բայց։ Ուզում եմ ասել բոլորիդ, որ դուք ինձ տրված եք Տիրոջ կողմից։ Ձեր բոլորի բարեմաղթանքներն ու սիրո արտահայտումը ինձ օդ ու ջուր է, ապրեցնում է ինձ։ Աստվածային հրաշք է, դուք հրաշք եք։ Սերն ու բարությունը ցանելիս նույն պտուղներն ես վայելում։ Բոլորիդ հավատք, խաղաղություն ու սեր։ Ընդմիշտ ձեր Զառա Արամյան։ Նշենք, որ Զառա Արամյանն ուսանողական տարիներին խմբագրել է պետական համալսարան թերթը։ 1993-ից 2002 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյում «Հայաստանի ձայն» խմբագրությունում, որտեղ ղեկավարել է ռուսալեզու բաժինը և զբաղեցրել գլխավոր խմբագրի տեղակալի պաշտոն։ Պնակել և վարել է հյուր Զառայի մոտ, ապա համով զրույց հաղորդումները։ 2003-ից 2018 թվականներին աշխատել է Հայկական երկրորդ հեռուստաալիքում։ Նկարահանվել է բազմաթիվ հեռուստանախագծերում և ֆիլմերում, այդ թվում «Մեր բակը», «Մեր բակը 2», «Կատաղածները», «Բարի լույս», 1995 թվականից մասնակցել է ավելի քան 300 հեռուստանախագծերի։ 2014 թվականին ՀՀ նախագահի կողմից արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման։ Այս տարի լրացել էր դերասանուհու 55-ամյակը, իր խոսքով 21 տարեկանից եթերում է եղել, և իր համար բավականին ծանր էր եթերը լքելը։ Սակայն գիտակցում էր, որ վաղ թե ուշ պետք է թողնի գործունեությունը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ սրտի լուրջ խնդրի և թթվածնի անբավարարության պատճառով Զառա Արամյանը տեղափոխվել էր Երևանի հեռացու թիվ 1 հիվանդանոցային համալիր, իսկ ավելի ուշ տեղեկացանք, որ դերասանուհին մահացել է։ Այս մասին հայտնել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։